Արեգն ասես լսեց Չիպոյի միտքն ու ասաց. մահն ինչ է, որ խելքի բանը լինի, մահը երևի խելքից դուրս բան է։ Չիպոն լսեց ու պատասխանը մտածեց այնպես, որ լսելի լինի Արեգին։ Ահա այսպես. երեք հեռուստացույցով հաղորդում էր Ոմն Խուան Միրո նկարչի մասին և իբր նա մի մեծ կրիայի պատյան օգտագործել է քանդակի մեջ։ Որպես քանդակ լաքապատել է ու ցուցադրել։ Իսկ ուրիշ բան չէր կարող անել, ասենք իր մեռած պապու գանգը թող ներկայացներ որպես քանդակ, ամոթ է ինչ է։ Մի կողմից էլ հպարտություն է, որ պատյանը կրիայի որպես բնության հսկա արժեք է ներկայանում։ Համենայն դեպս այդ Խուան Միրո նկարիչ քանդակագործը կրիաների մահը հավերժացրել է ըստ մարդու։ Ես էլ մի օր կհավերժացնեմ մարդու մահը, չէ որ մարդը մեր պատյանից և մոխրաման և լամպ է պատրաստել։ Ինչպես, հարցրեց Արեգը։ Շատ պարզ, մարդկանց սիրած և չսիրած առարկաներից կստեղծեմ հզոր քանդակ, թող իմանան, թե մարդիկ ինչ հոգածությամբ են հավաքում, դիզում, հպարտանում անշունչ առարկաներով։ Հաճախ տները լցնում են նրանցով և մարդիկ դուրս են մնում բնակարաններից ու դահլիճներից։ Պատկերացնում ես, Արեգ, ես ակնոցը կդնեմ պահարանի քթին, մեքենայի մոտոր կխցկեմ նրա փորը, մատանիներ կշարեմ դարակի մեջ, հայելու դեմ կդիզեմ գունավոր թղթեր, մուրճը կամրացնեմ բռնակին, կոշիկ կհագցնեմ հաստաբեստ ոտքերին և էլի շատ բաներ, հատկապես ժամացույց կկախեմ պահարանի գլխից և թող այդ քանդակը պատմի կորած գնացած իրասեր մարդկանց կյանքի ու մահվան մասին։ Այո, իրերը ավելի ճարտասան են, քան շատախոս մարդիկ, նրանք ավելի խոսուն են, քան ապրում մահը, կարելի է ապրել ամեն րոպե և ապրել մահը ամեն րոպե, այդ դեպքում կյանքը կթվա ավելի կյանք և մահը ավելի մահ, ու բոլորն իրար հետ բնության անցուդարձ, սովորական։ Մի բան էլ ասեմ, կրիաներին չեն թաղում դագաղով, պատյանը նրանց դագաղն է, որ կա։ Կրիան իր հետ է մանածում իր տապանը։ Ես զարմանում եմ, մարդկանց չի նեղում դագաղը կոշիկի պես, բա որ հպարտանում են թանկարժեք տապաններով։ Տարօրինակ են ապրող մարդիկ, մահացածները ավելի խոհեմ են, եզրափակեց Չիպոն։ Արեգը պաշտպանեց ապրողներին։ Մարդիկ վախենում են մահից, իսկ երեխաները խաղ են անում նրա հետ։ Մեկ թռչում են կտուրից, մեկ ծառն են բարձրանում երկնասլաց, մեկ ձեռք են տալիս էլեկտրական լարերին ու մեկ էլ, չգիտեմ, իրենց միջից հանում են վախը։ Չիպո, կրիաները անմահ են։ Ոչ, նրանք երկար քնում են ու հարմարվում ավելի երկար քնելու վիճակին։ Անմահ ենք, որքան աստղերը, լուսինը։ Ես չեմ մեռնի, եթե Աննան ինձ չսիրի, ես կապրեմ քեզ նման։ Ընդհանրապես, մարդու մեծագույն նվաճումներից է մահվան մասին հումորով խոսելը։ Իր գիրությանը սազող մեծավարի խոսեց Արեգը։ Կեցցես, Արեգ, սերը և մահը իրարից մի քանի մետր են հեռու, բայց լավ կլինի, որ Աննան միշտ սիրի քեզ և դու էլ ինձ նման հանգիստ անցնես այդ մի քանի մետրը, առանց վախի։ Վերջապես ամեն ինչ վեհացնում է ապրողին, եթե ապրողը իսկապես ապրող է, և մահը նույնպես ընդգծում է դա կարմիր թանաքով, ինչպես քո ուսուցիչը։ Իսկ թե մարդու նվաճումն է մահվան մասին հումորով խոսելը, համաձայն եմ, միայն թե կրիաները մահվան մասին ընդհանրապես չեն խոսում, նրանք հումորով լռում են։ Չիպո, ես անմահ ջութակահար եմ դառնալու։ Դու և ջութակը հավասարազոր անմահ եք, քեզ մի զատիր գործիքից։ Ճիշտ ես, քո քանդակի մեջ
պահարանի վրա արժանի տեղ դիր իմ ջութակին, ես օրինակ հայելու դեմ կդնեի, ավելի արժանի տեղ կա, դա ժամացույցի մեջ է, թող ջութակն ու ժամացույցը ապրեն ժամանակի հետ և նրանից դուրս։ Լավ, թող այդպես լինի, իսկ հիմա գնամ պարապունքի։ Գնա, դու միշտ գնում ես ու գալիս, թող այնքան վերադառնաս, որքան գնաս։ Այդպես էլ կանեմ, Չիպո ջան, դու անձրևի ձայնը լսիր։ Ինչ լավ է, դու գնալու ես անձրևի միջով և թրջվելու է քո քիթն ու ոտքերը։ Հաջող, Չիպո, չվախենաս։ Վախենալու եմ, բա ոնց, առանց վախի չես փրկվի աղվեսի դնչից։ Հո լակոտ չեմ, ինքնապարզ ցցվեմ ատամների դեմ։ Ջուզեպեն նորից մտել էր համակարգչի մեջ և ֆուտբոլ էր խաղում ինչ-որ Բեքհեմի դեմ։ Կեցցե Ջուզեպեն, նա խապս տվեց ու ընկավ խոտին։ Երանի նրան, նա խոտի հոտն էր առնում, թաց խոտի հոտը։ Առավոտյան բնակարանի դուռը բաց էր։ Լիլիթը մտել էր Գայանեի տուն։ Չիպոին լույսի խուրձը ձգեց։ Նա ելավ դռան դիմաց փռված խոնավ շորի վրա ու շարժվեց դեպի աստիճանները։ Սովոր էր, ինչպես հարկն է իջավ առաջին, երկրորդ, երրորդ և մտքի մեջ իրեն չբռնեն, ետ չտանեն, մտահոգությունն էր, երբ գլորվեց գլ-գլոր մինչև առաջին հարկի հարթակ։ Ընկել է մեջքի պատյանի վրա ու մտածում է. եթե շարժվում ես, ուրեմն մի շեղվիր մտքով, մի երկնչիր, գնա ոնց թելադրում է շարժման ռիթմը, հենց կասկածես, կընկնես մեջքի վրա։ Իսկ մեջքի վրա շատ է անհարմար, ինչպես ըմշամարտում։ Չիպոն ձգվում է, թաթերով փորձում հպվել հատակին, չի ստացվում, ոտքերն էլ է երկարում, մարմինը կծկում, ուժը գնդի վերածում ու բացում։ Ապարդյուն։ Մարդկանց հատակները չափազանց ողորկ են, դաշտ սիրում են, իսկ հատակները ողորկ են Ջուզեպպեի գանգի պես։ Լավ է, որ մեկ-մեկ սայթակում են, ընկնում, բայց էլի խելքի չեն գալիս։ Սափրվում են ողորկ, նրանց երեսին մոծակն է իջնում ու ուրախությունից մի լավ խայթում, էլի խելքի չեն գալիս տղամարդիկ։ Իսկ կանայք դժգոհում են, երբ հատակը փչանում է, քանդվում մանրահատակը։ Ինչ էլ փչանում է, գժվում են կտկտալով ման գալու հաճույքից։ Էլի ձգվեմ, թու, չի հաջողվում։ Պատյանը ճոճվում է թեթև, միայն այդքանը։ Այդպես պառկած, Չիպոն շուրջերքը տեսնում է մի այլ կերպ։ Մի քիչ տագնապ է խառնած առաստաղի ջահին, միջանցքի պատերին։ Աստիճանները զզվելի են թվում։ Նրան դարավանդներն են այցելում մտքի մեջ։ Հիշում է բլրակները հանքավանի, ողորկ, պլստան գետաքարերը փառք են թվում այս հատակի հետ համեմատած։ Չիպոն աշխարհը միշտ չէ, որ տեսնում է համեմատության մաղով։ Շատ բան անհամեմատելի հրաշք է, այսինքն ինչը կհամեմատի օդի կամ ջրի հետ։ Ուրիշ օդ չկա կամ ուրիշ ջուր, հո լիմոնադը չես համեմատի մաքուր բյուրեղյա հանքաջրի հետ։ Չիպոն իր համար պարզեց, որ աշխարհը իր խորը իմաստն ունի, նաև եթե դատում ես մեջքի վրա ընկած։ Ինչու ընկած, պառկած։ Բայց ավելի հրաշք է, երբ թաթերին հենված ես նայում։ Փիլիսոփա է Չիպոն և հեգնում է իր փիլիսոփայելու կերպը։ Ինչ անի, ուրիշ գործ չունի, կտրվել է իրական հողից։ Պատյանն էլ կարող է սխալ համարվել, բայց ոչ, նա տեղը տեղին կառույց է, սակայն չի նախատեսվել ողորկ հատակի համար։ Ով կմտածեր այսքան հարթ հատակի մասին, միայն հիմարները։
Չիպոն չի կիսում այս վերջին միտքը, համաձայն չէ, որ մարդիկ կարող են հիմար լինել։ Ոչ Ջուզեպեն, ոչ Գայանեն, ոչ Լիլիթը, հատկապես ոչ Արշակը, ոչ առավել հատկապես Արեգը, նրանք չեն, որ ստեղծել են հատակը, նրանք վարձով են ապրում և ճիշտ էլ անում են, որ դժգոհում են բարձր վարձից։ Ահա դուռը զանգեց։ Դուռը շատ լավ զանգում է, նա հրաշալի զանգահար է։ Երևաց Լիլիթը, իջավ աստիճաններով և ճչաց. «Վայ, Չիպո, ի՞նչ ես անում այստեղ»։ «Փիլիսոփայում եմ», իրեն հեգնեց Չիպոն։ Լիլիթը կռացավ, վերցրեց Չիպոյին աղեղից չհոգնած ձեռքով և բացեց դուռը։ Նրա աշակերտուհի Ինգրիդն էր ջութակի պատյանով։ Չիպոն մտածեց. միթե այս պատյանն էլ մեջքի վրա կխորհրդածի Մոցարտ Բեթհովենի մասին, միթե նա էլ չի կարող սեփական թաթերով իրեն շրջել, բայց այս խեղճը թաթ էլ չունի, և մտքի մեջ ջութակի պատյանին խոստացավ նրա ծննդյան օրը թաթիկներ նվիրել։ Չիպոն հիմա միջանցքում է և կոշիկներին է պատմում իր մեջքի վրա եղած պահերի մասին։ Նա չասաց, որ ջութակի պատյանի համար թաթեր է ճարելու։ Դա թող գաղտնիք մնա։ Եթե գաղտնապահ չլիներ, պատյան չէր ունենա։ Ամեն գաղտնիք նման է իր տիրոջը։ Չիպոն սիրած եղանակ չուներ։ Բոլոր օրերն էլ միահավասար էին, եթե ընտանիքում զրույցները չէին գերազանցում չափավոր տոնայնությանը։ Ընդհանրապես այդպես էր, միայն հեռուստացույցն էր մերթ ընդ մերթ ձայնը բարձրացնում և ճղճղան լուրեր հաղորդում։ Այստեղ շենք տրաքեց, այնտեղ ռումբ ընկավ, մի այլ տեղ առևանգեցին երեխաներին, օվկիանոսում թունավորեցին կետերին, տիեզերանավը կցվեց մի այլ տիեզերանավի, ծնվել է 4 գլխանի հորդ։ Մի խոսքով, Չիպոյին անհանգստացնում էին վատ լուրերը և հանգստացնում լավ լուրերը։ Չէր հասկանում, ինչու են վատերը գերազանցում։ Երևի, մտածում էր նա, այս մարդիկ առանց գեշ լուրերի չեն ընթրի, դա հացին քսելու կարագի մի տեսակ է։ Ինչպես վերևում ասացի, Չիպոյի համար բոլոր օրերն էլ հավասարազոր էին, անգամ երկար քնի օրերը նույն արժեք էին կարճ արթնության օրերին։ Գարունն էլ այդպես, ծաղկած ծառերին նայելով, հիշում էր դեղնակարմիր տերևներով ծառերը։ Եվ աշունն ու գարունը ծառերի շուրջ տոնահանդես կազմակերպած կախարդանք էին։ Կախարդանքների հանդեպ Չիպոն մեծ հարգանք չուներ, բայց ծառային ներկայացումները նրա սրտով էին, նաև խոտային, ջրային, հողային ներկայացումները։ Հողհեյմի եկեղեցին նույնպես ծաղկում էր ծառերի հետ, նրա զանգակազարկը թրթռում էր խնձորենու ծաղկի պես ու կանչում մարդ մեղուների։ Խաղողի դաշտերում երևում էին գույնզգույն շորերով մարդիկ և ոսկեփայլ բզեզներ, իսկ եթե այգեպանն ուզում էր իմանալ, թե որքան մեղու և բզեզ կա օդում, գլխարկը վեր էր նետում, և մեղվաբզեզները փութով հավաքվում էին գլխարկի շուրջ։ Այգեպանը չէր հաշվում, նա մտածում էր, որ շատ մեղվաբզեզներ կան ու եզրակացնում էր. մեղրը լավ կլինի, բերքը ճոխ կլինի, գինին առատ կհոսի և մարդկային բերանները գեղեցիկ բառեր կարտասանեն։ Չիպոն չէր կարող չհամաձայնել, որովհետև ձայն չուներ, բայց սիրտ ուներ և բաբախում էր համառիթմ։ Գարնանը կրյաների պատյաններն էլ են փայլում, կարծես նորացվում են պատյանի քառակուսի վանդակները, վերածվում է շախմատի տախտակի, իսկ նրա վրա շարվում են հրաշալի խաղաքարեր, ամպի ստվեր, լույսի շող, անձրևի կաթիլ, քամու բերած ճյուղ, արեգի ձեռք։
Չիպոն հողհեյմի դաշտում արեգներ նրան տարել, եթե երկար կանգներ, կծաղկեր, դա էր պատճառը, որ շտապ անցնում էր թմբից թումբ և զատիկների կարմիր մարմիններին հիացքով տեսնում էր սև պուտեր, շատ կարմրի մեջ կլոր սև կետերը գեղեցիկ էին, և հակառակը կլիներ, շատ սևի մեջ կարմրի պուտերը գեղեցիկ կթվային, շատ սևի մեջ կարմիրը չի դյութի, հողի հոտից Չիպոյի ռունգերը սարսռում էին, նա շնչում էր թոքերը լայն բացած, մարդկային լեզվով լիաթոք, քիչ էր մնում ռունգերով ձգի ու բերի հողհեյմի ջուրը, բլուրները, անգամ երկաթուղային կայարանում կանգնած զատիկ վագոնները ուղևորներով, երկինքը Չիպոյին թվում էր կապույտ կրիայի կապույտ պատյան, կորավուն, դրված այս բազմաբղետ երկրի վրա, երանի մի կրիա տեսնեի արտի մեջ, երազում էր Չիպոն, թե չէ ցինկե կրիան չի շարժվում, չի սլանում, միայն լռում է, այն էլ ցինկերեն, իսկ դա կրիերեն չէ, ափսոս, գարնանը նաև ծաղկում է կարոտը, հույսը, և Չիպոն հավատացած էր, կգա մի գեղեցիկ օր, և ես կտեսնեմ Ջուզեպպեի աչքերի պես կլոր կրիայի աչքեր, ինչ ուզում եք ասեք, գարունը գարուն է, արեգը դաշտային ծաղիկներ հավաքեց Աննայի համար, Չիպոն մտածեց, եթե հռենոս գետն ընկնի, կհասնի մարմարիկ, ինչ վատ է, որ չգիտի աշխարհագրություն, ոչինչ, աշխարհը կսովորեցնի, սպասենք աշխարհի դասերին, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, բայց դուք մի մոռացեք բաժանորդագրվել, արի լսի յութուբյան ալիքին, կհանդիպենք.